Բարև ձեզ նորից եւ նորից հայ ժողովուրդ ջան, քանի որ ուշադրությունը թեմայի շուրջ, որը ես բարձրացրեցի իմ էջում, չի իջնում ու կոմենտարիաները նույնպես շատ են, ես կուզեի մի քիչ էլ ավելացնել, կարդալով կոմենտարիաները շատերի նորից մի կողմ եմ դնում նրանց, ովոր անպատվում են, հավյանք են տալի, ցանկանում եմ ձեր մտքերը ավելի գրագետ ու պարզ գրեք, որ ես էլ կարողանամ հասկանամ, թե ինչի նկատի ունեք ու պատասխանեմ։ Կուզեի մի քանի կարևոր բան ասեի։ Կոմենտարիաներից կներեք իմ հայրենի համար ու կներեք, որ վերջին վիդեոն համ հայերեն է խոսում, համ ռուսերեն թարգմանելով միանգամից ու նկատեցի կոմենտարիաներով, որ շատերի դուրը դա չեկավ։ Դրա համար հիմա առանձին մի հատ հայերեն զապիս կանեմ վիդեո, հետո առանձին ռուսերեն։ Կոմենտարիաների մեջ շուշուտ է գրվում, որ նստի քո Ռուսաստանում ու մի խառնվի Հայաստանի գործերի մեջ։ Ինչքան ես գիտեմ, Հայաստանը դեմոկրատիկ պետություն է ու ուզում է դեմոկրատիան զարգացնի, դրա համար դա այսօր սիրուն չի հնչում։ Դեմոկրատիկ պետության կարևոր չափանիշների մեկը, որ ինքը լսում է տարբեր լիքը կարծիքներ ու այն ինչ որ համարում է իր համար օգտակար վերցնում է, բայց չի ասում նստեք սուս մնացեք, մեզ հետաքրքիր չի կոր ձեր կարծիքը։ Դրա համար եթե դուք իրոք համարում եք դեմոկրատիկացիան, ազատախոսք, ազատ Հայաստանի քաղաքացի, ներկայացիչ, մի ասեք, որ պետքա մենք նստենք ու ոչ մի կարծիք չհայտնենք։ Հետո շատերը գրում են, որ հեսաստեղ Ռուսաստանում մեզ նեղելու են, ճնշելու են, լարելու են, ունեցվածքը վերցնելու են, մենք վախեցած նստած ենք, դրա համար ուզած խոսում ենք Ռուսաստանի դեմ։ Հեսա հետո ես ռուսերեն է կասեմ այդ ամեն ինչը, որ չմտածեք, որ ստեղ չկա ազատ խոսալու հնարավորություն։ Ազատ խոսքը շատ լավ բան է, դեմոկրատիան լավ բան է, այն որ հիմա Հայաստանում իշխանությունը, ժողովուրդը, ամեն մարդ կարա ազատ արտահայտի ամեն իր միտքը, դա արտակարգ է։ Բայց մի քանի կարևոր բաներ կա, մի հատ sense լավ բան կա, կոչվում է իմաստություն, ավելի հեշտ ասեմ խելք։ Խելք, որի շնորհիվ ճիշտ խոսքեր օգտագործելով, ճիշտ պահելաձևով, տենալով ով է իմ դեմը, ինչ օրեր է, ինչ իրավիճակ է, ես հասնում եմ լավ արդյունքի։ Բարդ ձևի հնչում է իմաստություն, հեշտ ձևի խելք, այն որ ասում է խելք չունի այս մարդը։ Նույնպես կարելի ասել իմաստություն չունի։ Հիմա տեսեք, ազատ պետությունում գտնվելու ժամանակ, երբ որ քեզ թույլ են տալի, ինչ ուզում ես խոսաս, ում մասին, ինչ կարծիք ուզում ես հայտնես, իմաստությունը դա նա է, որ քո խոսալու ու կարծիք հայտնելու հետևանքը պետք է բերի լավ արդյունքների, քո կյանքի համար, քո շրջապատի կյանքի համար։ Բայց եթե դա դառնում է աղալ-մաղալ, էմոցիաներ, արա փախեք ստեից, դուք ով եք, հələ նստեք ձեր այդ Ռուսաստանում, ձեր այդ ֆաշիստների հետ, սաղդ վախեցած ընդ նստած եք, նու տենց եթե տարբեր բաներ է հնչում, դա ես համարում եմ անիմաստ ու անխելք արտահայտություններ, խելացի ու իմաստաբար մարդիկ ուրիշ ձև պետք է շփվեն։ Հետո գրում են շատ ժամանակ, որ եթե մենք Հայաստանից դուրս ենք եկել, մենք դավաճան ենք, դավաճան էլ մնանք, էլ հետ չգանք։ Երբ որ մենք Հայաստանից դուրս ենք եկել 90 թվականների շատ հայերի հետ, Ռուսաստան, տարբեր պետություններ, շատ ժամանակ ու մինչև այսօր արդեն Հայաստանը փառք Աստծո ավելի լավ ապրում, բարեկամները առաջվա պես կարիքը մեր չունեն ու փառք Աստծո ավելի լավ ապրեք ու մեզանից էլ լավ։ Առաջ մենք միշտ փող ենք ուղարկում տատիկներին, պապիկներին, բարեկամներին, ով նեղն են, շատերն են նեղ, 90 թվականները շատ դժվար տարիներ էր, եթե այստեղ Ռուսաստան, Մոսկվա դժվար էր, Հայաստանում կրկնապատիկ դժվար էր։ Դրա համար պետք չի տենց ասել, որ մենք դավաճան ենք, դուրս ենք եկել ինչ որ մեր հաճույքների համար։
90 թվականներում նենց չի որ ստեղ Մոսկվայում շատ նենց երջանիկ են ապրել մեծ դժվարություններով ու գրվում է որ ստեղ նացիոնալիզմը գրում են որ իբր ստեղ ֆաշիստական պետություն է չեն սիրում հայերին եւ այլ նորից ասեմ անխելք ու տհաճ անգրագետ մարդիկ ամենտեղ կան Հայաստանն էլ ինձ թվում է կա նացիոնալիզմ ու օրինակի համար եթե մեզ հայերին տայնես Ռուսաստանի պես պետությունը 100 ազգ 90 հատ ռեգիոն մեր ոգևորվածությունով ու էմոցիոնալ ես ոգևորություն արա բլը մի տարում երևի սա քանդեինք օրինակ ես շատ ժամանակ հիանում ես ազգի համեստությունը կուլտուրա անխելոքությունը հա որ խմում են կարան խելքները գցեն բայց շատերը շատ համեստ խելոք կիրթ իրանց իշխանությանը ինչ որտեղ հարգող չի պրեզիդենտին չեն հավի իշխանավորներին չեն հավի էդի կոչվում է Ժորժ ջան խոնարհություն խոնարհներին Աստված օրհնում է այսօր տեսեք սաղ աշխարհը հելա Ռուսաստանի դեմ չի կարող հաղթի որտեղ այս ազգը խոնարհ է ու այս ազգը մինչև վերջ պատրաստ է կռվի իր հողի համար Էդի իրոք շատ ուժեղ իրանց հատկանիշներն է ես Ռուսաստանում ոչ մի բարեկամ ծանոթ չունենալով շարքային պաժարնի части ռիդավոից շարքայինից զիբիլ մաքրելով շլագբաում բացելով ծառայությունը սկսել եմ 20 տարի հետո ցենտրալնի ապարատում փող գնդապետ պատպալկովնիկ իմ ուժերով խելոք հանգիստ տեսել են որ ես կուլտուրական աշխատում եմ կապ չունի հայ եմ քիչ-քիչ բարձրացրել են ու հասել եմ ցենտրալնի ապարատ ու կարա դաշը նստեի ծառայի դառնայի գնդապետ պալկովնիկ դուրս եկա իմը չի կշտացա հիմա բիզնեսով ենք զբաղվում ընտանեկան ու չի կարա նացիոնալիզմ պետությունով կապ ու բարեկամ չունեցող հայազգանունով հայ դեմքով մարդը այդ ճանապարհ անցնի ու մենակ ես չեմ տենց էլի կան երիտասարդներ իմ հետ ծառայող տարբեր ազգերից չկա այդ խնդիրը ստեղ այդ մասշտաբով որ դուք պատկերացնում եք ու չկա վախ հայերի մեջ որ հեսա մեզ ստեղ վաղը կլարեն հայ ժողովուրդ ջան Հայաստանի քաղաքացիներ ջան տեսեք ով այսօր ձեր դեմը տեսեք ինչ օրենքներ այսօր ընդունվում հենց այսօր այս որ ես խոսում եմ Ռուսաստանը ընդունեց օրենք որ ինքը կարա օգտագործի իր զինված ուժերը եթե համարում է որ ուրիշ պետություններում իր քաղաքացին կամ իր ազգին ճնշում են Ռուսաստանը ядерный զենք ունեցող պետություն է ինքը ոչ մի բանից չի վախում ինքը արդեն ինչքան սանկցիան կարային իր վրա դրել են դրա համար խաղ մի արեք կրակի հետ ոչ մեկ չի վախեցնում ոչ մեկին ոչ մեկ վատ բան չի ցանկանում Հայաստանի քաղաքացիներին տեսնում ենք իրականությունը իմաստուն եղեք ժողովուրդ ջան մտածեք գցեք բռնեք հանգիստ մի քիչ իմաստուն խելացի ափաշարյա տենց ինչ կլինի գնացինք մենք Եվրոսոյուզ բավոր չստացվում բավոր ինչ որ լուրջ խնդիր առաջանա Թուրքիայի հետ Ադրբեջանի հետ ով է մեզ մեր մոտիկ ամենա օգնողը Ռուսաստանը ուրիշ չկա ոչ մեկ մտածեք հայելուց առաջ անպատվելուց առաջ անիծելուց առաջ ասելուց առաջ որ ձեններդ կդրեք նստեք ձեր Ռուսաստանում մտածեք սրանից հետո ես հեսա ռուսերեն զապիս կանեմ անպայման ռուսերեն կասեմ այդ ամեն ինչ որ չխառնեմ ռուսական ու հայկական իրար ոնց որ շատերի դուրը չեկա շնորհակալություն բոլորին ով նայեց լսեց ձեր ուշադրության համար ձեր ժամանակի համար գրեք ձեր կոմենտարիաները շատերը կարդում եմ որ դե անպատվում են չեմ հասկանում ինչ են գրում չեմ պատասխանում որ դե տենում եմ հասցնում եմ պատասխանում եմ հաջողություն ձեզ